Միքել աղվեսն ու Բամսե արջը։ Նորվեգական հեքիաթ։ Վաղուց ի վեր իրար թշնամի են Միքել աղվեսն ու Բամսե արջը։ Ու թեև արջը շատ ավելի ուժեղ է աղվեսից, բայց ոչ մի կերպ Միքելի հախից չի կարողանում գալ, որովհետև միշտ հաղթում է նա, ով ավելի հնարամիտ է։ Միայն մի անգամ այնպես է պատահում, որ ծերուկ Բամսեն աղվեսին խաբում է։ Դե լսեք, թե ինչպիսի զվարճալի բաներ են պատմում նրանց մասին ժողովրդի մեջ։ Նետիր եղևնու արմատը, բռնիր աղվեսի պոչը։ Մի անգամ ամռանը արջ Բամսեն բլրակին նստած ննջում է արևի տակ։ Այդ պահին Միքել աղվեսը գաղտնագողի դուրս է գալիս անտառից։ Տեսնում է արջին ու մտածում. «Նիրհում ես, հա, պապիկ, ախ դու ամբան, սպասիր տես, թե քո գլխին ինչ օին եմ խաղալու»։ Անտառում նա 3 մուկ է բռնում, դրանք դնում է կոճղի վրա, հենց արջի քթի մոտ, իսկ ինքը գաղտնագողի մոտենում է նրան ու այնպես է բղավում ականջի մեջ. «Բուխ, արթնացիր Բամսե, պեր հրաձիգը սարի ետևում է»։ Այդպես բղավում է աղվեսն ու ինքը փախչում անտառ։ Վեր է թռչում արջը, քունը գլխին ոտքի կանգնում ու նայում շուրջը, թե այդով իրեն արթնացրեց։ Ու մտածում է, որ կոճղի վրայի անտառամկներն են որոշել իրեն վախեցնել։ Ուզում է դրանց կտոր անել։ Մեկ էլ հանկարծ տեսնում է, որ ծառերի արանքից աղվեսի պոչ է երևում։ Արջը գլխի է ընկնում, որ դարձյալ խորամանկ աղվեսն է իր գլխին խաղ խաղում ու ընկնում է աղվեսի ետևից։ Վազում է արջը բլուրներով ու մարգագետիններով, պուրակների ու անտառների միջով։ 4 կողմը միայն ճռճռոց է լսվում։ Բոլորովին ուժասպառ է լինում խորամանկ Միքելը և հազիվ վազում դեպի որջը։ Իսկ նրա որջը մեծ եղևնու արմատների տակ էր։ Հենց այն է աղվեսը ուզում է խցկվել բույնը, բայց արջը հոպ բռնում է նրա պոչից ու բաց չի թողնում։ Կորած էր շեք աղվեսը, բայց Միքելը նեղ ժամանակ իրեն կորցնողներից չէ։ Նա շուռ է գալիս ու բղավում արջին. «Նետիր եղևնու արմատը, բռնիր աղվեսի պոչը»։ Ահից արջը բաց է թողնում աղվեսի պոչն ու կառչում եղևնու արմատից։ Իսկ աղվես Միքելը վազում մտնում է բույնը ու խորքից բղավում արջին. «Լավ, պապիկ, ես քեզ էլի խաբեցի»։ «Սպասիր, դա ես քեզ կհիշեցնեմ դեռ», մռնչում է արջը և վերադառնում բլուր, արևի տակ ննջելու։ Իսկ աղվեսի պոչի վրա այդ օրվանից մնում է արջի թաթի սպիտակ հետքը։ Խոճկորի միսն ու մեղրահացը։ Հաջորդ առավոտյան աղվես Միքելը նստած էր ճահճի մոտ, այնտեղ մի քար կար, ու հանկարծ տեսնում է, որ ծերուկ Բամսեն մի յուղալի խոճկոր է քարշ տալիս։ «Բարի օր, պապիկ», ասում է աղվեսը, «այդ ինչ ես քարշ տալիս»։ «Ուզում եմ խոճկորի միս անուշ անել», պատասխանում է արջը։ «Ես էլ համով բաներ ունեմ», ասում է աղվեսը։ «Իսկ ինչ ունես», հարցնում է արջը։ «Մեղրահաց, որի նմանը երբեք չեմ տեսել»։ Արջի փսլինքը թափվում է, այնպես է ուզում թարմ մեղր ուտել։ «Գուցե փոխենք», առաջարկում է նա Միքելին։ «Մտքովս էլ չի անցնում», ասում է աղվեսը։ Եվ Միքելն այսպիսի խաղ է հնարում. ով ավելի արագ կթվի 3 ծառի անուն, եթե արջը տանի խաղը, աղվեսը նրան մեղր կտա, իսկ եթե աղվեսը տանի, նա արջից կստանա մի կտոր խոճկորի միս։ «Դե», ասում է Միքելը արջին, «սկսիր»։ Մտածում է արջը թաթով քորում ծոծրակը ու դանդաղ ծոր տալիս. «Ուռենի, փշատենի ու բարդի»։ Իսկ աղվեսն առանց երկար ու բարակ մտածելու շուտասելուկի նման վրա է տալիս. «Կաղնի կեչի թխկի»։ Ուրեմն Միքելը հաղթում է պառավ Բամսեին։ Չանթում է նա խոճկորի ամենահամեղ միսն ու ամբողջ ուժով վազում անտառ։
Արջը կատաղությունից մռնչում է ու վազում աղվեսի ետևից։ Հասնում է նրան, սկսում քաշքշել ու մի լավ տուր տալ։ «Միցեցիր ինձ, պապիկ», աղերսում է աղվեսը։ «Եթե դու ինձ բաց թողնես, ես քեզ մեղրահաց կտամ»։ Արջը բաց է թողնում աղվեսին, իսկ նա մեղրահաց է տալիս նրան ու ասում. «Դրանք ծածկված են տերևներով։ Դու տերևները հանիր և ինչքան կուզես մեղր անուշարա»։ Արջն ուրախությունից գրմռում է և ավարք տանում դեպի թփուտները։ Հարմար դիրքով պառկում ու թաթով դեն նետում տերևները, բայց դա բոլորովին էլ մեղրահաց չի լինում, այլ մեղուների բույն։ Հենց որ արջը դեն է նետում տերևները, բոլոր մեղուները դուրս են թափվում բնից ու սկսում ծեր բամսեին խայթել. «Էլ քիթը, էլ աչքերը, էլ ականջները, էլ վիզը»։ Ցավից արջը վնգստում է, թաթով պաշտպանվում մեղուներից։ Իսկ խորամանկ Միքելը քարին նստած հռհռում է։ Այդ ժամանակվանից բոլոր արջերը կրակից առավել վախենում են հենց մեղուներից։ Թե ինչպես են Միքելն ու Բամսեն միասին արդ մշակում։ Մի անգամ Միքելն ու Բամսեն որոշում են միասին արդ մշակել։ Անտառում մի կտոր խոպան են վարում ու տարեկան ցանում։ Իսկ ինչպես պիտի բերքը բաժանենք, հարցնում է արջը։ Պետք է ամեն ինչ արդար լինի, պատասխանում է աղվեսը։ Դու վերցրու արմատը, իսկ ինձ փրերն էլ բավական են։ Գալիս է հունձի ժամանակը, եւ աղվեսը վերցնում է հատիկի առատ բերքը, իսկ արջին հասնում է ծղոտն ու մոլախոտը։ Կատաղում է ծեր Բամսեն, իսկ աղվեսը նրան ասում է. «Ինչ կարող ես անել, պայմանն այդպիսին էր, բայց եթե ուզում ես այս անգամ էլ փրերը քեզ, իսկ ինձ ոչինչ, թող արմատները հասնեն»։ Այս անգամ էլ նրանք տնկում են շաղգամ։ Շաղգամը մեծանում հասնում է։ Միքելը հանում է հողից, իսկ արջին հասնում է միայն փրերը։ Զարմանում է արջն ու այլևս երբեք գործ չի բռնում աղվեսի հետ։ Թե ինչպես է Միքելն ուզում ձիու միս անուշանել։ Մի անգամ ծեր Բամսեն հոշոտում է մի ձիու և լեշի կողքին պառկած ճաշում է։ Իսկ խորամանկ աղվեսն էլ ասես գետնից է բուսում։ Սկսում է պտտվել արջի շուրջն ու խորամանկություն բանացնել։ Շարունակ ուզում է նրա քթի տակից մի կտոր միս փախցնել։ Իսկ ծեր Բամսեն ասում է. «Ուզում ես, Միքել, ես քեզ սովորեցնեմ, թե ինչպես պիտի ձի բռնես։ Այդ ժամանակ դու էլ ձիու միս անուշ կանես ու ինձ հանգիստ կթողնես»։ «Հա, ուզում եմ», ասում է Միքելը։ «Ուրեմն գնա անտառի արոտատեղին և հենց որ տեսնես բլրի վրա ձին պառկած քնած է, թռիր նրա մեջքին, ամուր կապվիր նրան և ատամներդ խրիր ազդրի մեջ»։ Միքելը վազում է անտառ ու տեսնում, որ բլրի վրա արևի տակ մի ձի է քնած։ Թռչում է նրա մեջքին, ամուր կապվում ձիու վրա և հափ, ատամները խրում ազդրի մեջ։ Եվ այդ պահին ձին այնպես է թռչում տեղից և այնպես է սկսում վարգով սլանալ լանջերով ու քարերի վրայով, որ մեջքին կապված Միքելը հազիվ է կենդանի մնում։ Հանկարծ նրանց մոտով վազում է նապաստակ Էնսը։ «Այդ ուր ես այդպես գլխապատառ վազում, Միքել», հարցնում է նապաստակը։ «Դե որոշեցի ձիով զբոսնել», պատասխանում է աղվեսը։ Այստեղ նապաստակը կանգնում է ետևի ոտքերին, առջևի ոտքերով փորը բռնում և ինչպես է ծիծաղում ու ծիծաղում է, ու քիչ է մնում, որ ծիծաղից պայթի։ Այդ օրվանից Միքելն այլևս չի փորձում ձիու միս անուշանել։ Այսպիսով մի անգամ էլ ծեր Բամսեն է աղվեսին հաղթում։